Ողջույն, այսօր հրավիրված եմ Monk-ի կազմակերպած YouTube-յան մրցանակաբաշխությանը, որը Հայաստանում առաջին մրցանակաբաշխությունն է։ Նոմինացված եմ երկու անվանակարգում ու մինչև կպատմեմ, թե ինչու որոշեցի դառնալ բլոգեր կամ ինչ թեմաներով ինչու որոշեցի խոսել, սերիական մարդասպանների մասն է խոսքը գնում։ Դուք, եթե դա ձեզ չի հետաքրում, կարող եք անցնել այս հատվածը ու միանգամից նայել մրցանակաբաշխությունը, իսկ ովքեր մնացին, կարամ ուղղակի մի բառ ասեմ, գնաց։ Սկսեմ նրանից, որ բլոգինգով զբաղվում եմ շատ վաղուց, ավելի շուտ փորձել եմ զբաղվել շատ վաղուց, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Դրանից զատ նաև մասնագիտությամբ ռեժիսոր եմ, նկարահանած ունեմ շատ քիչ գործեր, բայց կա նմանատիպ հաղորդում, սա մանկական խոհարարական հարցաշար էր, ավելի շուտ հաղորդում, որի ընթացքում հաղորդավար պատրաստելուց բացի նաև հարցեր էր տալիս հայտնի հյուրերին, կարող ենք տեսնել տարբեր կադրեր։ Դրանից զատ նկարահանել եմ ֆիլմ, որը նոմինացվել է եւ ունի 4 անվանակարգ, սա այստեղ ցույց կտամ, ու նաև նկարել եմ տարբեր հարցազրույցային ֆորմատի հաղորդումներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակ ստացվել են, ինչ-որ ժամանակ ոչ։ Այս տարվա մեջ որոշեցի, որ պետքա սկսեմ խոսել այն ամեն ինչից, ինչից մարդիկ համարյա չեն խոսում, Հայաստանում նկատի ունեմ ու ինձ շատ է հետաքրքիր։ Ոլորտը ուսումնասիրելուց հետո շուկան, այսպես ասեմ, պարզեցի, որ ընդամենը 2-3 անձ կա, ով որ YouTube-յան ալիք է վարում ու խոսում true crime պատմություններից, նույն ինքը մարդասպանների կամ ով ումա սպան է, ով խեղագոր է, այս ամեն ինչի մասին։ Որոշեցի ես է խոսեմ, որտեվ մանկուց չեք պատկերացնի ինչ ձև է, եթե փոքր ժամանակ օրինակ երեխեքը սիրում են նայեն ինչ-որ հաղորդումներ, հա, մուլտֆիլմներ հիմնականում, ես սիրում եմ նայել ստարտափ ֆիլմեր կամ այն բեղերով մի հատ դյադյա կա Ռուսաստանում ապրում։ Իմ հիշելով Следствие Велик ռուսային անունը տենց էր, բեղերով սենց դյադյկա էր, ու տենց որոշեցի, որ կարելի է խոսալ սերիական մարդասպանների մասին, ինձ իհարկե շատ ոգևորեց, ոգեշնչեց այն արձագանքը, որը ստացա սկզբի ընթացքում ու նաև պարտադրեց, որ չհանձնվեմ, այսպես ասեմ, քանի որ եթե դուք կոնտենտ նկարելով եք զբաղվում կամ ինչ-որ աշխատանքով, որը անընդմեջ եք անում, հաստատ նկատած կլինեք ինչ որ պերիոդ է գալիս, այսինքն մի հատ լավ մեծ թոթոլ պերիոդ է գալիս, որ սկսում ես հոգնել։ Չես ուզում էլ գործ անել, էլ չես ուզում ոչ մի բան անել, այդ դրա հետ կապված էլ որոշեցի, որ կարելի է հանգիստ վերցնել դադար, բայց քանի որ տեսա այն եռուզեռը, որը իմ Instagram-ում ու TikTok-ում է շորտսերի տեսանկյունից, հա, այսինքն շորտերը ավելի լավ էին աշխատում, քան երկար վիդեոները, ինչը նորմալ է, մտածեցի, որ չէ, կարելի է շարունակել ու պարբերականությունը պահել։ Ճիշտ է, եղան շաբաթներ, որ չէի պահում, որ պահում է եւ այլն եւ այլն։ Ինձ հորինել էի, որ լայվեր պետքա մտնեմ, ֆան հանդիպումներ կազմակերպեմ, բայց կներեք Դավիթ ջան, դեռ այդքան պոպուլյարնess չունեք։ Ճիշտն ասած, այս սրա հետ կապված նաև մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Ուրեմն վերջին շրջանում, վերջին 2-3 ամսվա ընթացքում մենակ մի դեպք ա եղել, ամբողջ կյանքիս ընթացքում, որ ինձ մոտեցել են ու ուզեցել են հետս նկարվեն։ Մոյ շոկ ֆշոկի այս վիճակն էլ լրիվ շատ ուրախ է, չգիտեմ, ասենց 7-րդ երկնքում է ու այդ դեպքից հետո իրար հաջորդում են մի քանի դեպքեր, որ ինձ դրսում ճանաչում են, ասում են՝ «Վայ, էս են բլոգերն ա, վայ, սենց սրտիկ են անում», ես է իրանցի պատասխան, հիմնականում երեխաները մեծերը իրանց լուրջ են պահում, բայց ինչն է ամենահետաքրքիրը, այս ամբողջը կատարվում է այն ժամանակ, երբ որ իմ հետ լինում է իմ կոնկրետ մի ընկեր ունեմ, ում հետ քայլելուց այդ դեպքերը նոր լինում են։ То есть մենակ մի դեպք ա եղել, չէ, երկու դեպք ա եղել, որ իր հետ չեմ քայլել ու ինձ ճանաչել են, բայց մնացած մի 5-6 դեպքերը պարտադիր ինքը իմ կողքը քայլելուց է եղել ու ինձ ճանաչել են։ Այնպես որ եթե նայում ես վիդեոն, խնդրում եմ, արի իրար հետ ավելի հաճախ քայլենք, որ ինձ ավելի շատ ճանաչեն։ Monk-ի նոմինացիայի հետ կապված առաջին շատ ուրախացա, որ նման բան ինչ որ մեկը դեռ չէր արել, չգիտես ինչի, չգիտես ինչու ու որոշեց անի, շատ ուրախ էի հայտը լրացնելուց, դիմելուց, ճիշտ է լիքը բաներ կա, որ իմ սրտով չէր, օրինակ այն, որ համարյա այսօրվա բացած YouTube-յան էջը կարար դիմեր կամ կարար այն մարդը դիմեր, ով որ առհասարակ տենց լավ դիտումներ չունի, լավ հետևորդներ չունի, նկատի ունեմ շատ հետևորդներ, շատ դիտումներ չունի, բայց իմ դուրը շատ երեք է, որ նման իվենթ է կազմակերպվում ու որոշեցի մասնակցեմ։ Երբ հերթը եկավ հայտերը լրացնելու, երկու անվանակարգում, մեկը ավտոմատ է մասնակցում, մյուսը քո ընտրությամբ լավագույն ժամանցային ալիք,
ես չգիտեմ ինչի որոշեցի, որ իմը լավագույն ժամանցային ալիք կարա ճանաչվի, ինչպես նաև լավագույն չլսված ալիքն ու հենց մարդասպանների հետ կապված, այսինքն հենց պատմություն են պատմում, որը մարդիկ չեն լսել երբևէ։ Այդ ամեն ինչից ելնելով մասնակցությունը հենց այդ հայտերով ներկայացրեցի ու արդեն պետքա պատրաստվել գնալ մրցանակաբաշխությանը։ Բաճկոնը վերցնելու եմ ընկերոջիցս, հագուստը մնացածը լրիվ իմն է այս դեպքում, իսկ մազերը գնալու եմ Մոնքի հայտնի հաղորդումներից մեկի Սիրասունի, եթե նայել եք, կհիշեք Աննա անով մասնակից կար, ով նաև բարբեր է, վարսահարդար, ու տղաների գծով, հա, դրա համար բարբեր, իր մոտ եմ գնալու թե թրաշը եւ թե մազերը շտկելու համար, ասենց ասած կարգի բերելու համար, ասեց որ ինքն էլ է մրցանակաբաշխությանը լինելու, շատ հաճելի է որ գոնե մրցանակաբաշխությանը կգնանք ու ծանոթ մարդկանց կտեսնենք, վստահ եմ լիքը անծանոթ դեմքեր ենք տենալու, ինչպես նաև ես իմ staff-ով եմ գնալու, այսինքն իմ սցենարիստի, օպերատորի, ադմինիստրատորի, մոնտաժողի հետ միասին, քանի որ այս մենակ իմ ոնց որ առիթը չի, սա նաև իրանց ներդրումն էլ կա ալիքի մեջ ու իրանց միջոցով է, որ դուք այդ բոլոր վիդեոները տեսնում եք, հավանում եք կամ չեք հավանում թեկուզ, բայց որոշեցի, որ կարելի է իմ staff-ի հետ գնալ մրցանակաբաշխությանը։ Հիմա արդեն հերթը հասել է, որ գնանք մազերը ու թրաշը մի քիչ կարգի բերենք, որից հետո էլ արդեն վсё, կարան գնանք հանգիստ մրցանակաբաշխությանը։ Արդեն հասել ենք Տաշիր արենա, տենում ենք կապիկներով զարդարված սիրուն։ Քիչ անց կսկսվի մրցանակաբաշխությունը, հավաքվել ենք Տաշիր արենայում, հələ որ այսքան, չգիտեմ ներսը ոնց է, բայց անպայման ցույց կտամ, այնպես որ սպասեք վիդեոն նայեք մինչև վերջ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շատ լարված, հուզված, ինչպես նաև շատ ուրախ, որ նման միջոցառում կա հենց YouTube-յան բլոգերների համար։ Լարվածությունը ինչից։ Լարվածությունը ավելի շատ ցրտից էլ կարա լինի, բայց նաև նրանից կհաղթեմ, թե չէ, որտեղ չգիտեմ, էլի արդյունքների հետ կապված ոչ մի բան։ Դուք ինչ ներդրում ունեք, ոնց եք փորձում զարգացնել հայկական YouTube-ը։ Ավելի շատ փորձում եմ մարդկանց կրթել սերիական մարդասպանների հետ կապված թաքնված դեպքերի, որ իմանան նման վտանգավոր մարդիկ գոյություն ունեն, այդ առումով, ինչպես նաև տարբեր հետաքրքիր ժամանցային հաղորդումներ ու շորթեր հրապարակելով։ Իսկ սպეციფიկ թեմա է կարելի ասել ընտրել, ոնց եք այդ որոշման եկել։ Ճիշտ ասած մտածում եմ ինչի մասին խոսեմ, որ չեն խոսում, ու ձեր կապիկը հիշելով, նաև այդ մտքից ելնելով չխոսող թեման ընտրեցի հենց դեռ։ Չասվածն եք ընտրել։ Չասվածը, հա։ Շատ լավ, ձեզ հաջողություն եմ մաղթում, համեցեք։ Շնորհակալ։ Ընդհանուր առմամբ, որ ցույց տամ, ինքը շատ մասշտաբային է ներկա պահին։ Ու հիմա ոնց որ սկսում ենք արդեն ներս մտնելը։ Բարև ձեզ։ Նոմինանտները որտեղ են։ Նոմինանտները։ Սենց նայեք։ Միջև արդեն տեղավորում ենք, որ սկսվի։ Մի փոքր ուշ կսկսի, հիշեցնեմ, որ ես նոմինացված եմ լավագույն բլոգեր, որը հաստատ չեմ հաղթել, որտեղ այնքան նորմալ մարդիկ կան, որ ուր մնաց իմ հերթը հասնի։ Ժամանցայինը ինձ թվում է էլի չէ, ես հույսս առաջ դրել եմ չխոսողը, որ այն լոգիկա, որ խոսում եմ кейսերի մասին մարդասպանների, որոնք ոչ մեկ չի խոսում, դե տեսնենք ոնց կստացվի։ YouTube-ը պետք է մոնետիզացնել։ Իսկ թե ինչ տեսք է ունենալու Սիրասունի 2-ը, մենք կտեսնենք էկրաններին։ Ես հաղթել եմ։ Այո, եւ մրցանակը Հավաքույն ժամանցային ալիքը, օրակարգում առաջադրված ալիքներ։ Alex TV, Դավիթ Ավանեսյան, Դավիթ Վարդանյան, Հրաչ Մուրադյան, Magnum TV, Spark, Suro Vision, Վարդան Սարգսյան, Վարուժ Աթոյան, Կարինե Սիմոնյան, Արեն Սիմիդը։ Եվ ես ինքանից բացում եմ ծրարը ու հնչեցնում լավագույն ժամանցային ալիք Վարդան Սարգսյան։
կազմվեց after party-ն, որին շատ հետաքրքիր կլիներ մասնակցել, բայց ես չեմ մասնակցել, որտեղ ոչ մի մրցանակ չեմ ստացել, դրա համար չեմ մասնակցել։ Ինչ ասեմ, դուք է տեսակ, ես առհասարակ եսը տեսա, ոչ մի մրցանակ չշահեցի, էմոցիոնալ առումով շատ հավես էր, ես մտածում եմ միջև վերջ, որ չէ, ես մեկը ինչ-որ բան չեմ անելու, լարվածություն չեմ ունենալու, ինձ պետք չի մրցանքը, բայց չէ, մի թիքյա եղավ, բայց շատ հավես էր, կազմակերպվածության մասով կարելի ասել 10-ից եկեք ասեմ 6 քանի, լավ կլորացնենք 7, բայց 6 քանի, ինչը վերաբերում է ֆուրշետին ուղղակի խոսքեր չկա, շատ համով է, շատ լավ, ֆոտոզոնաների հետ կապված, կարելի է շատացնել մյուս տարի զուտ, որպես առաջարկ ու ավելի ինտերակտիվ լինի, то есть 3D-ով ինչ-որ մի կապիկներ, թեկուզ իսկական կապիկ լինի, ու այսքանով կարանք հանգիստ ավարտենք այսօրվա վլոգը։ Շնորհակալություն դիտելու համար, չմոռանաց բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակ կոճակը, գրել մեկնաբանություններում ու նաև կարող եք գրել մեկնաբանություններում Մոնգի մրցանակաբաշխությանը ում եք քվեարկում։